Խոսում են ամբիոնից։ Սիրելի հայրենակիցներ, երբ առաջին ընթերցման ժամանակ ես պարոն Զեյնալյանին հարց տվեցի, արդյոք 60,000-ը ժողովրդի կամքը ձևակերպելու հնարավորություն է տալիս եւ ոչ թե 2.5 միլիոն չստորագրածները, պարոն Զեյնալյանն ասեց այո եւ այսօր դեռ ավելին նա ասում է հասարակական հարցումներով ենք մենք հանել այդ ժողովրդի կամքը։ Հիմա փաստացիորեն դուք ընդունեցիք, որ այո ժողովրդի կամքը ձևակերպելու համար 60,000 ստորագրություն առ ոչինչ է։ Հայտարարում եք Հանրապետության, Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը։ Նախորդ քննարկման ժամանակ ես փոխնախարարին հարց ուղարկեցի, բայց եզրափակիչ ելույթի ժամանակ պարզապես այդ փոխնախարարը ներկա չէր։ Նորից եմ կրկնում հարցս։ Անդամակցելու գործընթացի մեկնարկը, ինքը գործընթաց է, նշանակում է քայլերի հաջորդականություն է։ Նշեք առաջին 4, 5, 3 քայլերը, որոնք դուք դիտարկում եք որպես մեկնարկային քայլեր, որոնք են լինելու այդ քայլերը, ինչ է անելու Հայաստանի Հանրապետությունը եւ եթե հանկարծ չանի, խորհրդարանը պահանջի կառավարությունից ինչու չի արվել եւ ինչու է սխալ արվել։ Ես խնդրում եմ, փոխնախարար, պատասխանեք կառավարությունը ինչպես է պատկերացնում առաջին 5 քայլը մեկնարկային նախաձեռնող պարոն Զեյնալյան, դուք ինչպես եք պատկերացնում առաջին 5 քայլը այս մեկնարկային գործընթացի։ Ես սպասում եմ ձեր այդ պատասխաններին։ Իսկ իրականում այս օրենքը օրենք չի, ծաղր է։ Մարիա Կարապետյան, համեցեք։